օրենքով նախատեսված պահանջ է։ Մենք նախորդ հայտարարել ենք մեր նպատակների մասին։ Հարգելի ոստիկաններ, մեր գործողությունները բացառապես օրինական են եւ անզեն, ունեն սոցիալական բնույթ։ Խնդրում ենք ոստիկաններին մեր օրինական պահանջին չխոչընդոտել եւ շարժվել միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունով եւ օրենքներով։ Ժամանակին ճանապարհ դուք եք փակում։ Հալո։ Ուշ տատիկը։ Ժողովուրդ։ Եղավ, լավ։ Ճանապարհ փակել է արդեն։ Ինքը որ դուք անընդհատ կոչ եք անում որ սահմանադրությունից է բխում, սահմանադրությունից չի բխում, դեռ չի ասում որ քո իրավունքները ոնց որ պահպանելու համար բոլորին կարաս ամեն ինչ կարաս ոտնահարես, էլի։ Սիրելի դրագրողներ, պարոն Ազիզյանը մեկնաբանություն արեց, որը համապատասխանում է ոստիկանության մասին օրենքով։ Ես հիմա կպատասխանեմ պարոն Ազիզյանին ժողովրդավարական երկրին հարիր օրենքներով։ Մենք մեր կառավարությանը ընտրել ենք փողոց փակելով, դա եղել է ժողովրդի իրական պահանջ, եւ մենք յուրահատուկ յուրօրինակ շարժվում ենք նույն պահանջով, որին որ իշխանության ենք բերել, մեր իշխանությանը։ Սիրելի ժողովուրդ, չէ, փակում ենք, պարոն Ազիզյան։ Սիրելի ժողովուրդ, փողոցը փակվել հայտարարվել է։ Մենք ձեզ գուշացրեցինք։ Սիրելի ժողովուրդ, մենք նախորդ հայտարարել ենք, որ փողոցը փակվելու է եւ դուք ունեք օրինական, ես ներկայացրել եմ օրենքով նախատեսված բոլոր կետերը, որ դուք իրավունք ունեք փակվելու։ Այլևս Հայաստանի Հանրապետության իշխանությունը ժողովրդին է եւ ժողովուրդն է որոշելու իր քայլերն ու անելիքները։ Փողոցի անձը որոնը մեկը չի կարող ձեր սահմանադրական իրավունքը խախտելու։ Սիրելի հասարակություններ, սիրելի ժողովուրդ, որոնը մեկը այստեղ անօրինական անելու բան չունենք, ոստիկանների հետ վարվեք առավելագույնը բարյացկամ, խնդրում ենք ձեզ, որևէ ինքնագործունություն չանել, ոչ մի ոստիկան չի պատրաստվում ձեր օրենքով նախատեսված քայլերը խոչընդոտելու։ Շնորհակալ եմ բոլորից հետ, եղեք կասպետներ, կրկնում ենք պահանջը, պահանջում ենք։ Հարգելի իշխանություններ, ձեր ուշադրությունն եմ ներկայացնում Քասախ համայնքում տեղի ունեցած բողոքի ակցիայի։ Սիրելի քասախցիներ, իշխանությանը մենք խորամիտ ժամկետներ ենք տրամադրել մեր հարցին։ Եթե ինքը խոսեր, խոսելուց հետո ենք փակում։ Մենք բացառապես կողմենք։ Ես ասում եմ բացատրում եմ, վերջ։ Ոչ մի կողքից ոչ մի խոսակցություն չկա։ Հիմա դուք շատ լավ գիտեք, որ ապօրինի գործողություններ եք անում։ Մի հրահարեք որ լրագրողները ոչինչ, դու շատ եք կլսեն։ Ես ձեր հետ եմ խոսում, լրագրողների հետ չեմ խոսում։ Ես խոսում եմ լրագրողների հետ, դուք շատ լավ գիտեք, որ դրթում եք ապօրինի ճանապարհով հավաքի իրավունքը իրացնել։ Մի դրթեք հավաքի իրավունքը ապօրինի։ Մենք ձեզ իրավունք ունենք, որ ասենք եթե դու մի բառ խոսած, տես դուրս կգաս։ Հարգելի լրագրողներ, ուշադրություն եմ դարձնում ձեր իմ հիմիկվա ասած պահանջը եւ հորդորը։ Նույն մարդկանցով, նույն համայնքի բնակիչներով մենք հավաքվել ենք եւ փակել ենք նույն փողոցը եւ իշխանություններին բերել ենք իշխանության։ Ես ինքս քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետն եմ եղել արտահերթ ընտրությունների ժամանակ։ Ես իմ ժողովրդին խնդրել եմ, եկել եմ այս փողոցը փակել եմ եւ բացարձակ
օրինական ճանապարհով բերել եմ իշխանության իմ պետության ղեկավարներին։ Հիմա նույն օրենքով, նույն պահանջով խնդրում ենք իշխանավորներին հենց հիմա ոստիկաններին հայտարարել, որ մեր գործողությունները բացարձակ օրինական են եւ անզեն։ Խնդրում ենք ոստիկաններին սադրանքի չտանել ժողովրդին։ Մենք իշխանության ենք բերել իշխանությանը նույն ձև, ինչ որ ձև հիմա մենք անում ենք։ Որևէ օրենքի խախտում մենք թույլ չենք տալու։ Շնորհակալություն ձեզ, եթե հարցեր ունեք, պարոն Ազիզյան։ Լսում ենք։ Հագեցիք, ձեր պահանջը ներկայացրեցիք շատ լավ։ Խնդրում եմ, որպեսզի ժողովրդի հետ ավելորդ բախումներ չլինի, ավելորդ խնդիրներ չլինի, հորդորում եք նորից ճանապարհը բացում են դուրս են գալի։ Մենք ամեն կերպ այս ընթացքում աջակցել ենք ձեզ, որևէ կերպ պայել ենք կարգը, որևէ միջադեպ չի եղել, որևէ մեկը չի վերմանի ենթարկվել բան։ Խնդրում եմ նորմալ նույն քաղաքացի հասարակություն պետություն հարաբերությունների շրջանակներում հորդոր արեք, բացեն ճանապարհը, էլի պահանջը շարունակեք ձեր ներկայացրեք, արդեն всё, հագեցիք, լավ արեցիք։ Հարգելի լրագրողներ, ձեր ուշադրությանը մենք չենք ուզում որևէ կերպ օրինական իրականում ապրում։ Մենք որևէ կերպ չենք ուզում որևէ քաղաքացի պարոն Ազիզյանը ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ է եւ այս պահին փորձում է ժողովրդի օրինական պահանջը փոխակերպել։ Շատ չէ։ Մենք մեր ակցիան այս պահին որ կազմակերպել ենք, ես ուզում եմ, այս պահին ինձ ասացին, ես հասկացա, որ ուղիղ եթեր է գնում, ես ձեզանից շատ չէ, ընդամենը 30 րոպե եմ խնդրում, որ կառավարության հենց այս կարծում եմ այս պահին նիստ էլ է գնում, այդ նիստի ժամանակ կներկայացնեն այս խնդիրը ու վերջնականապես այս խնդրին լուծում կտան, ախր սենց բան չի կարելի, այսօր լուսավոր կյանքում մենք լուսավորության մեջ նորից պետք է կռացած գնանք, տեղաշարժվենք, խնդրեմ ես հենց հիմա լրագրողների ներկայությամբ, պարոնայք ոստիկաններ, ձեր ներկայությամբ, խնդրեմ ձեր աջակցությամբ, ինձ տեղավորեք գազել, ես ուզում եմ գնամ աշխատանքի, որը ես չեմ կարող գնալ, բայց առանց ոչ մեկի միջամտությամբ կանգնեցնենք ավտոբուսը, թեկը հարտակը իջացնի, ես տեղաշարժվեմ։ Ես այդ խնդիրն եմ ուզում լուծվի։ Այս ժողովուրդը մեղք են, մենք էլ ենք մեղք։ Մենք պայքարել ենք ամեն ինչի համար։ Հարգարժան, եթե չեմ սխալվում, այդ ընդհանուր համաձայնության Ես ընդամենը խնդրում եմ տրանսպորտային միջոց կա, որը որ հենց նախատեսված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների երկու տրանսպորտային միջոց կա այս բանի մեջ, երթուղի մեջ։ Այո, դա ինձ հարմարությունը չի, ես մյուսը ավելի հարմար է։ Ախր ես խնդիրը նրանում է, որ ես ի վիճակի չեմ 3 տեղ վճարելու։ Դուք մի հարց եք առաջ քաշում։ Չէ, հերթական Մեզ ձեր պահանջը հասկանալի է, բայց պահանջի ներկայացման օրինական ձև ենք առաջարկում մենք։ Պետք չի։ Մենք բոլորս քաղաքացիենք աշխատանքներ ունենք։ Մեր պահանջը խնդրում ենք, առավելագույնը լսելի դարձրեք։ Ոստիկանները ձեզ այս պահին ասում են, որ այս բողոքի ակցիան ավարտեք եւ ճանապարհը բացեք։ Արդյոք կբացեք, հետ կկանգնեք ձեր մտադրությունը։ Ես աղջիկ ջան, ինքս երկրորդ կարգի հաշմանդամ եմ SND-ի։ Զարմանում եմ, ես ինչից պետք է օգտվեմ, ինչ առիթից։ Եթե որ ես ջեպկիրներ եկան։ Սրանք ջեպկիր են, այստեղ բան չկա։ Ամեն մեկ իր գրբանի համար է։ Չեն մտածում ժողովրդին ինչ է, ինչ չի ժողովրդի վիճակը։ Ինչ տնաբաբանությամբ են դրանք ապրում։ Մենակ իրանց գրբանի մասին դրածում, բայց չի կարելի, չէ, ինչքան կարելի համբերատար լինել, մեր այն ժողովուրդն է, թուր կաբարան չմետավ, աղջիկ ջան 18 թվին, այդ մեր պապեն են ճարդում, Քոչինյանը ստեղից պաղավ կենկումի առաջ կարդուարը, որ ծար չեր տնգում, այստեղ շատ բաներ կան, մենք են ժողովուրդը չենք, մենք Արմենիան Հայաստանի զավակների թուրներն ենք, թող խելոք են լի հետ ինչ որ մտածել են հետ տան,
Եղավ աղջիկը, ինչ որ։ Այն ինչ Ոստիկանությունը փորձի խոչընդոտել ակցիա։ Ոստիկանությունը չի խոչընդոտի, ոստիկանությունը մեր երեխեքն են, ազի։ Ես ինքս եմ բանի ծառայող 30 տարի ծառայել եմ ռուսական բան։ Վստահ եք, որ չեն խոչընդոտել։ Չէ, ես վստահ եմ 100%։ Այն իշխանությունը, որ այսօր իշխանության է եկել, հայ մարդը, որ այսօր իշխանության գլխին են ղեկավարն է, ինքը նույնպես 2018 թվականին փողոց փակելով է իշխանության եկել։ Հիմա ձեզ հորդորում են, որ դուք անօրինական եք աշխատում։ Արդյոք այն ժամանակ նրա ճանապարհ փակելը օրինական էր, իսկ այս պահին հասարակ քաղաքացիների ճանապարհ փակելը անօրինական։ Չէ, որտեղ ինքն է սկսել ճանապարհ փակել աղջիկ ջան։ Նա երբեք այդ բանը չպետք է թույլ տա, որ ասի ճանապարհը փակում են։ Դա ինչ ասենք վերցնենք, գոպար վերցնենք, ելնենք ոստիկանների հետ դիժվենք։ Էսա հիմա ամենափափուկ միջոցը, ամենակուլտուրական միջոցը։ Եղավ երեխեք ջան։ Ինչ պատասխան եք սպասում։ Մենք բարի դրական պատասխան ենք սպասում։ Իսկ եթե չլինեն այդ դրական պատասխանը, ինչ եք անում։ Շարունակենք, մտնենք արդեն իրա մոտ ու կասենք մենք ով ենք։ Ասում եմ Թուրքիա։ Մեր պապերը Թուրքին ունեց լարին 18 թվականին։ Մենք Երևանում ՆՎԴ մինիստրին կունեցել։ Այս գյուղից դաշնակներ ժամ։ Կար, կանոն, մարդկություն։ Մենք սիրում ենք խախանդ կյանք, խաղաղ կյանք, ազիզ։ Մենք չենք ուզում թողի մեր երեխեքն եք իրար շալակ ելնել, ամոթել է։ Չի կարելի։ Եղավ, ազիզ ջան, դե Աստված սիրի։ Ասաս ամոթը սաղ ասա։ Ասեցի, ջան։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, այս պահին երկկողմանի հասախցիները փակել են ճանապարհը, ոստիկանները նրանց հորդորում են բացել ճանապարհը, բայց նրանք ասում են, որ սա օրինական ճանապարհ է, քանի որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հենց այս ճանապարհով է իշխանության եկել։